Եթե պղպեղը փչանում է ու ստիպված եք թափել, հոգ չէ, վաճառելու խնդիր ունեք, կօգնի Փաշինյանը։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, վարդա կտամ, էնա, բայց ես ամեն ինչի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն էլ աճելու, արտահանումն էլ աճելու։ Փողը կտա Փաշինյանը, թե հարկատուն, կառավարության միջոցով։ Միրգա։ Սրանք էլ են համը։ Բայց սա ավելի քաղցր է։ Սրանք կծուչին, նո՞։ Չէ, կծուները Էս ափսոսինք։ Կառավարությունն արդեն որոշում ունի, բոլոր այն դեպքերում, երբ առաջանան առևտրային կամ արտահանման անարդար խոչընդոտներ, կիրականացնի սուբսիդավորման ծրագիր։ Փաշինյանն ընդունում է, որ կան ապրանքներ, որոնք բավարար որակ չունեն եւ մրցունակ չեն արտաքին շուկաներում։ Ընտրություններից հետո կվերադառնան, հարցը կլուծեն։ Չկա չարիք առանց բարիքի։ Շատ արագ նոր արտահանման շուկաների մասին է խոսքը եւ հենց այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար եւ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի գնման հետ կապված, միրգ բանջարեղենի գնման հետ կապված եւ ես այդտեղ մի հատ վատ լուր կա, որը այս իրավիճակում դառնում է լավ լուր։ Վատ լուրն է նա, որ մեր արտադրանքի ծավալները ընդհանուր առմամբ շատ մեծ չեն, շատ մեծ չեն։ Մի հատ ասենք ենթադրենք մի հատ նորմալ եվրոպական սուպերմարկետների ցանցը մեր արտադրանքը տենց միանգամից բան կանի։ Փաշինյանի հաշվարկով, եթե արտադրվում է 100 տոննա պղպեղ, այն չպետք է արտահանվի միայն մեկ ուղղությամբ։ Յուրաքանչյուր 25 տոննան պետք է վաճառվի տարբեր շուկաներում, ռիսկերը նվազեցնելու համար։ Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնենք։ Մեկ այլ ընտրանքել է մատնացույցանում վարչապետը։ Ավելցուկը սպառելու հարցում օգնության կգան զբոսաշրջիկները։ Տուրիզմի աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 34%, ինչն ըստ իշխանության կարող է նպաստել ներքին շուկայում վաճառքի ավելացմանը։ Հիշեցնում է 2022 թվականը, երբ ծիրանի արտահանման խնդիր էր առաջացել։ 2022 թվականին էլ օրինակ ծիրանի արտահանման հետ կապված խնդրեմ ունեցանք, բայց խնդրեմ չունեցանք։ Ինչի՞։ Որովհետև այն մարդիկ, որ ուրիշ երկրներում պետք է այդ բան անեին, ուրիշ երկրների սուպերմարկետներում առնեին ուտեին, 50,000-60,000 մարդու հոսք եղավ Հայաստան, եկան Հայաստանում առան։ Էլ չեմ ասում, որ մարդիկ շատ են բողոքում գների աճից։ Հիմա այս իրավիճակը հույս ունեմ մի քիչ կօգնի, որ միրգ բանջարեղենի եւ այլնի գները մի քիչ Հայաստանի Հանրապետությունում ընկնեն, բայց ընենց որ արտահանողները իհարկե չտուժեն։ Էս իսկական չի, չէ։ Էսի տորտա։ Հա, տորտ բայ կներեք դե։ Ես էլ կպա։ Պոզիտիվ, ռուսական Իզվեստիայի հետ զրույցում այսպես է գնահատել Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցը։ Ըստ վարչապետի, հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները սխալ քայլեր են, քանի որ բացասական վերաբերմունք են ձևավորում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։ Հիմա լավագույն քայլը կլիներ պարզապես հրաժարվել ամեն տեսակ սահմանափակումներից, ինչ վերաբերում է ֆիտոսանիտարիային սովորական բան է։ Այն միշտ եղել է եւ պետք է լինի, որովհետեւ իհարկե այն ապրանքների որակը, որոնք մենք մատակարարում ենք ԵԱՏՄ երկրներ, շատ կարեւոր է։ Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ գնով, Փաշինյանը հակադարձել է։ Սահմանին գործող սակագինը դեռևս չի արտացոլում այն իրական պատկերը, որը կա սպառողի համար։ Մեր քաղաքացիները, բնակիչները չեն վճարում $165, որովհետև Գազպրոմ Արմենիան բավականին զգալի գին է ավելացնում։ Այսինքն այդ 165 գինը, որի մասին հայտարարվում է, օբյեկտիվ գին չէ։ Իրական գինը շատ ավելի բարձր է։ Պետդումայի նախագահը պնդել է, որ Հայաստանի իշխանությունը բնակչությանը չի տեղեկացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին։ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով այդ դեպքում բնակիչների համար գազի գինը գրեթե 4 անգամ կթանկանա։ Ռուսաստանից դրամական փոխանցումները կտրուկ կնվազեն, աշխատանքային միգրացիայի արտոնությունները կվերացվեն։ Հավանաբար Փաշինյանն անձնական պարտավորություն է ստանձնել միացնել Հայաստանը ԵՄ-ին եւ այժմ կատարում է այն։ Միևնույն ժամանակ փորձում է անդամակցության բոլոր ծախսերը բարթել ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի վրա, եզրակացրել է ռուս պաշտոնյան։ Ալլա Դավթյան, Էպիկենտրոն։